Գիրք ծննդոց, գլուխ 44, Հովսեփի արծաթե գավաթը կորչում է։ Եվ իր տան վերակացուին հրամայեց ասելով. այս մարդկանց պարկերը լցրու ուտելիքով, որքան որ կարողանան տանել, եւ ամեն մեկի փողն իր պարկի բերանին դիր, եւ իմ բաժակը արծաթե բաժակը դիր փոքրի պարկի բերանում, եւ իր ցորենի փողը նույնպես, եւ նա արեց ինչպես որ Հովսեփն ասել էր իրեն։ Եվ առավոտյան լուսացավ, եւ մարդիկ ճանապարհվեցին իրենք եւ իրենց էշերը։ Նրանք քաղաքից դուրս էին եկել, դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն իր տան վերակացուին ասաց. «Վեր կաց, վազիր այն մարդկանց ետևից, հասիր նրանց եւ ասա նրանց. ինչու չար հատուցեցիք բարիքի փոխարեն։ Սա այն չէ, որով իմ Տերը խմում է, կուշակում է նրանով։ Դուք չար բան կատարեցիք այսպես վարվելով»։ Եվ նա հասավ նրանց եւ ասաց նրանց այս խոսքերը։ Եվ ասացին նրան. «Ինչու է իմ Տերն այսպիսի խոսքեր ասում։ Քավ լիցի, որ քո ծառաներն այսպիսի բան անեն։ Ահա այն փողը, որ գտել էինք մեր քսակի բերանում, Քանանի երկրից այն քեզ վերադարձրինք, եւ ինչպես պիտի գողանայինք քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։ Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, եւ մենք էլ տիրոջը ստրուկները լինենք»։ Եվ նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասացի պես լինի, ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի, իսկ դուք անպարտ լինեք»։ Ուստի ամեն մեկն իր պարկը գետին իջեցրեց, եւ ամեն մեկն իր պարկը բացեց, եւ նա մեծից սկսեց իր փնտրտուքը, եւ մինչեւ փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենյամինի պարկում գտնվեց։ Այն ժամանակ նրանք իրենց հագուստները պատռեցին, եւ ամեն մեկն իր էշը բարձելով վերադարձան քաղաք, եւ Հուդան ու իր եղբայրները Հովսեփի տուն եկան, եւ նա դեռ այնտեղ էր, եւ նրա առաջ գետնին ընկան։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Այսինչ արեցիք։ Դուք չգիտեիք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, անպայման գուշակություն է անում»։ Եվ Հուդան ասաց. «Ինչ ասենք իմ տիրոջը, ինչ խոսենք կամ ինչպես արդարացնենք մեզ։ Աստված բռնել է քո ծառաների հանցանքը, ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ, նա էլ ում մոտ գտնվեց բաժակը»։ Եվ նա ասաց. «Քավ լիցի, որ ես այդպես անեմ։ Միայն այն մարդը, ում մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ ձեր հոր մոտ գնացեք»։ Այն ժամանակ Հուդան մոտեցավ նրան եւ ասաց. «Օ Տեր իմ, թող քո ծառան մի խոսք ասի իր տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վրա քո բարկությունը չբորբոքվի, որովհետեւ դու փարավոնի պես ես»։ Իմ Տերն իր ծառաներին հարցրեց, ասելով. «Հայր կամ եղբայր ունենք»։ Եվ մենք ասացինք մեր տիրոջը, թե մի ծեր հայր ունենք, եւ նրա ծերության պստիկ որդին, եւ նրա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մորից, եւ նրա հայրը սիրում է նրան։ Եվ քո ծառաներին ասացիր. ինձ մոտ իջեցրեք նրան, որ աչքովս տեսնեմ նրան։ Եվ մենք տիրոջս ասացինք. տղան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնելու լինի, նա կմեռնի։ Եվ դու քո ծառաներին ասացիր. եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսն այլևս չեք տեսնի։ Եվ եղավ, երբ գնացինք քո ծառա իմ հոր մոտ, իմ տիրոջ խոսքերը պատմեցինք նրան, եւ մեր հայրն ասաց. գնացեք նորից մեզ համար մի քիչ ուտելիք գնեցեք։ Եվ մենք ասացինք. չենք կարող գնալ։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև չենք կարող տեսնել այն մարդու երեսը, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի։ Եվ քո ծառա իմ հայրն ասաց. դուք գիտեք, որ իմ կինը 2 որդի ունեցավ ինձ համար, եւ մեկն ինձնից հեռացավ, եւ ես ասացի. անպայման գազաններն են գիշատել, եւ մինչեւ հիմա չեմ տեսել նրան։ Եվ եթե սրան էլ առնեք իմ առջևից, եւ նրան մի փորձանք պատահի, իմ սպիտակ մազերը վշտով գերեզման կիջեցնեք։ Եվ ահա երբ ես քո ծառան իմ հոր մոտ գնամ, եւ տղան մեզ հետ չլինի, ըստ որում նրա կյանքն այդ տղայի կյանքի հետ է կապված, անպայման հենց որ տեսնի, որ տղան չկա, կմեռնի, եւ ծառաներդ քո ծառային մեր հորը սպիտակ մազերը ցավով գերեզման կիջեցնենք, որովհետև ծառատ այդ տղայի համար երաշխավոր է եղել, ասելով. եթե ես նրան քեզ մոտ չբերեմ, իմ հոր առաջ հավիտյան հանցավոր լինեմ։ Ուստի աղաչում եմ, թող ծառատ այդ տղայի փոխարեն ստրուկ մնա, եւ տղան իր եղբայրների հետ գնա։ Քանի որ ինչպես գնամ իմ հոր մոտ, եթե տղան ինձ հետ չլինի, անկասկած կտեսնեմ այն չարիքը, որ պատահելու է իմ հորը»։